Ողջույն հարգելի հայրենակիցներ, ես այսօր եկել եմ Կարեն Դեմիրճյանի արձանի կողքից, ելույթ եմ ունենում, Կարեն Դեմիրճյանը երկիրը սարքեց, Նիկոլ Փաշինյանը իր շքախմբով հանդերձ երկիրը քանդում է։ Քանդելու միակ հոլովակներն են այս մոնոլիթ շենքերի կառուցումը։ Այսինքն շենքերը կառուցում են, ոչ ջուրն է բավարարում, ոչ կոյուղը, ոչ գազամուղը, հոսանքը կարող է մի կերպ բավարարի, բայց ժողովուրդ, հələ սրանք բնակեցված չեն, Երևան քաղաքը խցանման մեջ է։ Բա որ բնակեցվի, դուք պատկերացնում եք ինչ խցանումներ կգոյանա։ Դրա հետ զուգահեռաբար, ժողովուրդ, մի բան եմ ես լսել, որ սրանք պրոյեկտը միջև հանում են, գնորդները արդեն իսկ կան, վաճառված է տարածքները։ Այսինքն եթե գնորդը կա, Հայաստանի Հանրապետության բնակիչը չի կարա դա գնի։ Այսինքն Նիկոլի հարազատները ովքեր են, Ալիևը եւ Էլդողանը։ Փաստը մնում է փաստ, որ այո Նիկոլը ճիշտ էր ասում, որ 300,000 թուրք պետք է գան, այստեղ բնակվեն։ Այդ հենց այնպես չեն կառուցում այս շենքերը։ Ու հենց վաճառվում են իրենց վրա, ես ավելինքան վստահ եմ, որովհետև մեր ժողովրդից ես չեմ լսել, որ գնորդներ լինեն, 1000-ից մեկը։ Այնպես որ ժողովուրդ, դուք այս խցանումները, որ այս բնակելի շենքերը որ կան, խցանումներ ա լինում, հələ չեն բնակվում, որ խցանումներ ա լինում, բա որ բնակվեն, դուք պատկերացնում եք ինչքան խցանումներ ա լինելու։ Շատ աղուսարսափ ձևի, ոչ թթվածին ա լինելու ժողովրդի։ Հետո Երևանի ասում են երևանցիները Նիկոլը, ինչ Նիկոլ։ Եթե Նիկոլը լավ մարդ լիներ, երկրի ղեկավար լիներ, կամակատար չէր լինի։ Մեր բոլոր մարզերում, տարածաշրջաներում պայմանները կստեղծեր այնպես, որ Երևանում երևանցին կապրեր այնպես էլ մարզի բնակիչը։ Ոչ մի տարբերություն չէր լինի գրեթե։ Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշօղլին եկել է Հայաստանը կործանի, ոչ թե սարքի։ Դեմիրճյանը Հայաստանը սարքեց, Նիկոլ Փաշօղլին Հայաստանը կործանում է այս մոնոլիթ շենքերի շնորհիվ։ Հետո մեր ժողովուրդը, որ ասում ես, չեն ուզում ընդունել, դե շատերդ եք ասում հիմնավոր փաստեր, սա հիմնավոր փաստ չի, ապա ինչա մի հատ կբացատրեք հասկանամ։ Համենայն դեպս ժողովուրդ ջան, դիտեք եւ տարածեք, շնորհակալություն ուշադրության համար, առանց հետ քաշվելու ես պայքարելու եմ